Հայկական կողմը ստեղծել է ռազմական ու դիվանագիտական արդյունավետ մեխանիզմներ, որոնք զսպում են պատերազմի վերսկսումը։ Կովկաս ինստիտուտի փոխտնօրենը ենթադրում է, որ ապրիլյան էսկալացիայից հետո միջազգային հարթակներում Ադրբեջանի դրսևորած քաղաքական արկածախնդրությունը հուշում է։ Շփման գծում հնարավոր են լոկալ նշանակության բախումներ։ Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ այդպես կոչված ցածր մակարդակի կամ միջին մակարդակի էսկալացիայի հնարավորությունը չի բացառվում։ Քաղաքագետը համոզված է, որ Հայաստանը կարող է ստեղծել այդ ցածր կամ միջին մակարդակի էսկալացիաները վերահսկելու պոտենցիալը։ Պաշտպանության նախկին նախարարն էլ վստահ է, կարևորը շփման գծում համարժեք պատասխան տալն է ու հակառակորդի նույնիսկ փոքր ծրագրերը ձախողելը։ Մինչև այսօր, եթե մենք ունենք խաղաղություն, մինչև այսօր մենք ունենք ռազմաքաղաքական առավելություն, ապա դա խոսում է նրա մասին, որ մենք բանակը առաջի հերթին այսօր մեր պետությունը եւ մեր ժողովուրդը նաեւ համարժեք պատասխան տալիս է եւ համոզված է եւ տալու է։ Կովկաս ինստիտուտի տնօրենը խորհուրդ է տալիս Հալեպի հարցում Մոսկվա-Վաշինգտոն վերջին սրումն ուղղակիորեն չկապել Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի հետ։ Ապրիլից հետո ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության պիկեր պարբերաբար են լինում։ Բանակցային գործընթացը դժվար է ընթանում, բարդ է հանդիպումներ, քննարկումներ կազմակերպելը, փորձ է արվում գոնե առաջնագծում զսպել լարվածության աճը։ Վաղարշակ Հարությունյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ հայկական կողմը թեկուզ տնտեսական ոչ բարենպաստ պայմաններում պահպանում է բանակի մարտունակությունը, մարելով հակառակորդի ռազմաքաղաքական հավակնությունները։ Անի Ավետյան, Միքայել Թումանյան, ժամը լրատվական։